Մատթեոս Զարիֆյան ծնվել է 1894-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում։ 1913-ին Զարիֆյանն ավարտում է Պոլսի բերբերյան վարժարանն ու կամավոր մեկնում Ադանա որպես անգլերենի և մարմնամարզության ուսուցիչ։ Սակայն 1914-ին ծանր հիվանդության պատճառով ստիպված տեղափոխվում է Լիբանան։ Բուժում ստանալուց հետո վերադառնում է Պոլիս, որտեղ պատրաստվում էր նորից կրթություն ստանալ, սակայն վրա է հասնում առաջին աշխարհամարտը և Զարիֆյանին զորակոչում են Օսմանյան բանակ։ Ստեղծագործ հոգին զինվորականի կյանքին չէր համակերպվում։ Ըմբոստության և փախուստի փորձերի հետևանքով Զարիֆյանը դատապարտվում է ազատազրկման։ Զինադադարից հետո հանգամանքների բերումով ազատության մեջ հայտնված երիտասարդը որպես անգլիական բանակի թարգմանիչ շրջում է գավառներում և մասնակցում հայության բեկորների հավաքման գործին։ 1919-ից 21 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ Հարազատ բերբերյան վարժարանում։ Հենց այդ ժամանակ էլ Զարիֆյանը սկսում է բանաստեղծություններ գրել, իր ամբողջ անցած ուղին ու տեսածը պատմելով ու վերաիմաստավորելով։ Թոքախտով հիվանդ բանաստեղծի ստեղծագործությունները կրում էին Զարիֆյանի հոգեվիճակի կնիքը։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Տրտմության և խաղաղության երգերը» լույս տեսան 1921-ին։ Երկրորդ և իր կյանքի օրոք տպագրված վերջին ժողովածուն բանաստեղծը կոչեց «Կյանքի ու մահվան երգեր», որը լույս տեսավ 1922-ին։ 2 տարի անց անբուժելի հիվանդությունը ընդհատում է բանաստեղծի կյանքը 30 տարեկան հասակում։ Հետագայում իր քրոջ՝ հայտնի արձակագիր Սիրան Սեզայի շնորհիվ լույս տեսավ ամբողջական գործեր հատորը։ Գիսամութին մեջ հոգիիդ պիտի իջնեմ այս իրիբուն, քանի մվարդ աղվա պտիտ պիտի կողնամ ու դանիմ դուն, պիտի արդյոք վշտանաս տուն, քարուն է, քույր, ամեն դունի, իմ դունս դես, ձիլմը չունի։